Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք։ Այսօր եւս մեկ կարևոր օր է, ուժի մեջ է ձմեռային արևադարձը։ Ինչ է դա նշանակում եւ ինչ սպասել այս օրվանից։ Ինչպես նաեւ 2026 թվականից կփորձենք բարձել մեր թվայնագետի հետ Իրինե Շահնազարովա։ Բարի լույս։ Լույս առավոտի։ 90-ականներին 2000-ականներին սովորելով Հայաստանը, գնալով էմիրություններ, տիրապետելով ֆանտաստիկ անգլերեն լեզվին, մոտ 3 եւ ավել տարի ապրելով Էդինբուրգում, միևնույն այդ ամեն ինչից հետո են, որ դուք հասկացաք, որ դուք առանց Հայաստանի չեք կարող։ Ինչու՞։ Որովհետև շատ եմ սիրում Հայաստանը եւ ես այդտեղ ինձ զգում եմ լիովին։ Մարդիկ, օդը, ջուրը, կարծում եմ ամեն ինչը։ Այստեղ ես տանում եմ մի հզոր էներգիա, որը որ ոչ միտեղ, շատ եմ սիրում ճանապարհորդել, շատ եմ գնում գալի, բայց միշտ ոնց որ հոգից սիրտդ քաշում է Բայց դա այն ժամանակահատվածներն են, որոնք շատ դժվար բարդ տարիներ էին Հայաստանում, Երևանում։ 2002 շատ բարդ չէր արդեն կարգավորվում էր դեպի, բայց շատերը օրինակ այդ ժամանակ շատ մատչելի տարբերակով բնակարաններն էին իրենց վաճառում գնում էին Հայաստանից, բայց դուք եկաք Հայաստան ու գնացիք բնակարան։ Այո։ Վաու։ Եվ չշեղմելով մեր թեմայից, ինչ է իրականում նշանակում ձմեռային արևադարձ, շատերը ես կփորձեմ շատ պարզ լեզվով բացատրեմ, որպեսզի բոլորը հասկանան։ Դա շատ ուժեղ օր է, շատ ուժեղ օր է, ավելի ուժեղ, քան Նոր տարին։ Եվ այդ օրը նշվում է 12000 տարի առաջ արդեն նշում են տարբեր ցիվիլիզացիաներ, որոնք որոշ իրար հետ կապ չունեն, իրար չէին ճանաչում։ Պատկերացրեք արևը իջնում է իր ամենաներքևի կետի, մահանում է եւ վերածնվում է։ Սենց իջնում է, մի պահ կանգ առնում, ռազվարոտ անում, ռազվարոտ հայերեն։ Շրջադարձ անում եւ նորից սկսում է բարձրանալ։ Այդ ժամանակ բացվում է մի հատ ուժեղ պորտալ, որը որ մարդիկ սկսում են զգալ, բայց անգիտակցաբար։ Եթե հիմա նկատել եք, մարդիկ մի տեսակ սենց ջղային են, պրոբկաների մեջ իրար վրա գորգորում են, հերթերի մեջ գորգորում են, դա նրա համար չի, որ նոր տարի է ու ամեն մեկը ինչ-որ միտեղ շտապում է։ Դա հենց այդ ներքին подсознательный զգացողությունն է, որը մարդկանց մեջ արթնանում է։ 21-ից 23 դեկտեմբերի շատ կարևոր օրեր են։ Եվ 23, հա։ Եվ կարևոր է այդ օրերը գիտակցաբար անցկացնել։ Ինչա պետք անել։ Во-первых, խուսափել ամբողջներից, խուսափել կատակներից, մենակ մնալ։ Մենակ մնալ թե չմնալ։ Մենակ մնալ, ոնց որ գնաս ինքդ քեզ հետ։ Ինչ որ պրովոկացիոններ կոնֆլիկտներ լինելու խուսափել, այսինքն եթե ինչ որ տենց վիճակ ասել, ես հիմա պատրաստ չեմ դրա մասին խոսալ, մենք հետո դա քննարկենք։ Մաքսիմալ հանգիստ լինել։ Մաքսիմալ հանգիստ, դե մաքսիմալ հանգիստ լինելու համար դու պետք է երևի մեկուսանաս, հա։ Եվ ասես մի հատ ռիտուալ կա, կարճ ասեմ։ Վերցնում եք երկու հատ մոմ, ծես։ Վերցնում եք երկու հատ թուղթ։ Առաջին մոմը վառում եք, եւ առաջի թղթի վրա գրում եք ամեն ինչ որ ուզում եք բաց թողնեք։ Ինչ որ ուզում եք որ գնա։ Բարերը նախադասությունը սկսելով ես բաց եմ թողնում եւ շարունակում եք։ Բաց եմ թողում վախերս, բաց եմ թողում սխալ մտքերս, բաց եմ թողում վատ բառերը։ Ինչ որ ուզում եք որ գնա։ Այդ թղթը վառում եք։ Հետո վառում եք մյուս մոմը եւ երկրորդ թղթի վրա գրում եք թե դուք ինչ եք ուզում, ինչ եք ցանկանում, ինչպիսին եք ձեզ տեսնում։ Ամեն ինչը նորից գրում եք, բայց գրում եք ներկա ժամանակով, ոչ թե ես ուզում եմ, որովհետև դա ոնց որ արդեն ապագա է իրանից ներկայացնում, այլ ես ունեմ, ես այսպիսին եմ, ըստ ներկայով։ Այդ թուղթը սենց ծալում եք, դնում եք բարձի տակ, այդ գիշերը քնում եք։ Հետո առավոտը մոմերը ինչ են կանում այդ ժամանակ։ Մոմերը փչում եք նոր եք քնում, որ հանգարց ինչ որ տենց պաշարբան չլինի։ Հետո այդ թուղթը առավոտը հանում եք, դնում եք մի հատ սենց ինչ որ գրքի մեջ, միտեղ որտեղ որ ոչ մեկ չի տեսնի, դուք իմանաք որտեղ է այդ թուղթը, ու հետո մի տարի հետո բացում եք եւ տեսնում եք ինչա կատարվել։ Հա։ Իսկ շատ կարճ ռիտուալ է, շատ կարճ պրակտիկա է, բոլորը կարան անեն։ Մյուս տարի այսօրը մենք կհանդիպենք։ Լավ, այսինքն օրինակ արդյունքը, կարելի է այդպեսի տենց մտածել, արդյունքը երբ կարող ենք տեսնել։ Մեկ տարվա մեջ։ Մեկ տարուց հանում եք այդ թուղթը, բացում եք, նայում եք թե ինչ եք գրել, ինչա կատարվել։
Այսինքն 21, 22, 23 այդ 3 օրերի ընթացքում պետք է դա լինի։ Հա, 2 օր ունենք ընդհանրապես։ Ամենահզոր պորտալը երբ է բացում 23-ին։ 21-ից բացվում է։ Հա։ 3-վարից բացվել է։ Այսօր եղել է ամենա երկար գիշերը։ Պորտալը այսօր բացվում է։ Բաց է պորտալը։ Այսինքն եթե ես ճիշտ հասկացա, մեկ թղթի վրա գրում ենք այն ամենը, ինչ որ ցանկանում ենք բաց թողնել, մոմը վառում ենք, այրում ենք այդ թուղթը։ Մյուսը բացատրում եմ մեր սիրելի հեռուստադիտողին, որ հասկանան։ Երկրորդը գրում ենք, դնում ենք բարձի տակ, բայց մոմը վառում ենք էլի, ներկա ժամանակով։ Երկու մոմա, մեկը վառում եք, երբ որ գրում եք այն ինչ որ ուզում եք բաց թողնեք, հետո փչում եք, հետո այն մյուս մոմն եք վառում, որը որ դրա տակ գրում եք այն ինչ որ ուզում է լինի։ Մոմը պիտի թողնենք մինչև վերջ վառվի։ Չէ, պարտադիր չի, պարտադիր չի։ Իսկ ինչ գույնի մոմ, թե դա էլ լավ կլինի, որ այդ ռիտուալը, այդ որ դուք անեք, լույսեր չլինի, այսինքն լինեն ինչ որ այդպես լամպա, приглушенный свет, մոմի լույսեր, ոչ թե այդպես լույսեր էլի։ Լավ, ունեք ձեր շրջապատում մարդկանց, ովքեր որ օրինակ արել են այս ռիտուալը, անցել են այս նո, ես ցենց ասեմ, ես ասել եմ ու այսօր կիմանամ ով արել, ով չի արել, որովհետև 3 առաջ օրը 3 էր, այսինքն դու կարող ես անել 3, 21, 22 եւ 23։ Վաղը ձեզ կզանգեմ կիմանամ արել եք թե չէ։ Շատ լավ, ես կուզեմ արդյոք հնարավոր է, հա, պրակտիկորեն թվայնագիտություն հասկանանք, օրինակ ես իմ ծննդյան ամիս ամսաթիվը ասեմ, ինչ որ X ինչ որ, չգիտեմ, իմ մասին ինչ որ մի տեղեկություն կամ ինչ որ բան փորձեք ասել։ Իհարկե, հետաքրքիր է, դու ասա, հետո ես։ Հունիսի 29 1989 թվական։ Մեծ մարդ։ Որ թիվ եք 89։ 89։ Իմանեք, ես արդեն ձեր կոդը միանգամից արդեն գիտեմ, ձեր կոդը 269։ Եթե դուք ինձ հարցնեք որտեղից ես ստացա 2-ը, ես կարամ բացատրեմ, եթե դուք հարցնեք որտեղից ես ստացա 9, կարամ բացատրեմ։ Թե դուք հասկացել եք որտեղից այդ է, չէ։ 29-ը դա 2 + 9 անում է 11։ Եթե 11-ը մենք էլի վերցնենք դարձնենք 1 թիվ, դա դառնում է 2։ 1989, եթե դուք գումարեք 1 + 9 + 8 + 9, դուք կստանաք 27, որը որ դառնում է 9։ Բայց ինչ է այդ։ Հիմա տեսեք, ձեր համար, երկուսի համար ամենակարևորը ձեր էգոյի համար, որ ձեզ հասկանան ու դուք հասկանաք։ Երբ որ ինչ-որ մի բան դուք չեք հասկանում, դուք տանջվում եք։ Ձեր համար պետք է ամեն ինչը հասկանալի լինի, բարձ լինի, բայց հասկանալու, այսինքն դուք ուզում եք, որ ձեզ հասկանան ու ձեզ էլ հասկանան։ Ձերը 17:07 Վարկերի հետ կապված մտածի բաներ չկա։ Վարկերի մի խանգարեք խնդրում եմ 17 Կներեք, այ վարկերը դեղա 17 կոդը, իսկ այդ կոդը, այսինքն ինչ որ պետք է հետագայում հիշել կամ այդ կոդը ինչ որ Ես ես ավելին ասեմ։ Եթե դուք հիշեք ձեր կոդը, ուզում եք գրեք ձեր կոդը։ 269։ Եվ եթե դուք հանդիպեք, բոլորս ունենք 3 կոդ։ Բոլորս ունենք 3 կոդ։ Հիմա եթե դուք հանդիպեք մարդկանց, որոնց կոդերը համընկնում են ձեր կոդերի, ապա այն մարդիկ են, որ հանդիպում ես ասում ես, ոնց որ հարազատ մարդ լինի, 100 տարի մարդուն ճանաչեմ, այդ ինձ է։ Կարեք ստուգեք։ Հերթը իմն է 17:07 Так, значит, 8 7 Հարմ թիվը։ 8 1997 մենք ստանում ենք 26, ճիշտ է։ 26, հա։ Ուրեմն ձեր համար ամենակարևորը այն է, որ գնահատեն ձեր աշխատանքի արդյունքը։ Երբ որ չեն գնահատում ձեր աշխատանքի արդյունքը, իսկ դուք շատ եք սիրում աշխատել, դուք տենց трудолюбивый человек մարդ եք, դուք տանջվում եք։ Դրա համար ամենակարևորն է, բայց վարկերի մասին ասեցի, կստացի դուք 8 եք, ձեզ չի կարելի վարկ վերցնել, չի կարելի կգնեք հարկադիր։ Չի կարելի Չեք մտածել։ Չի կարելի վարկ վերցնել։ Չի կարելի վարկ վերցնել, չի կարելի պարտքով տալ, չի կարելի պարտք վերցնել, հա, խուսափեք այդ բանը։ Սահմանափակվեք եղածով։ Չի կարելի նաև պարտք տալ։ Ինչ է լինում, այսինքն գումարները գնում։ Ընդհանրապես պարտք տալը սխալ է, որովհետև դու խախտում ես այն էներգիան, որը որ այդ մարդը ով որ պարտք է ուզում, իր էներգիան։ Այսինքն տեսեք, դուք ստանում եք օրինակի համար 300,000 դրամ, չէ՞։ Ինչո՞ւ մեկը ստանում է 300,000 դրամ։ Մեկը մի օր տենց հասկացա, որ 10 օրվա մեջ այդ 300,000 դրամ վերջացավ, զանգեմ անին, փող ուզեմ։ Ինչ եք անում դուք իրան չեք օգնում։ Դուք իրան ավելի շատ մեծ պարտքերի մեջ եք գցում, որտեղ ինքը առանց այդ չի կարողացել իր եղած գումարով յոլա գնա, իստեղ արդեն ավելանում։ Պլյուս ոնց որ դիեզերքը Աստվածը ուղարկում է իրեն փորձություններ, չէ՞, թե ինքը ինչ որ վատ վիճակի մեջ անգե։ Ինքը չի ուղարկում այդ փորձությունը, որպեսզի անին գա եւ մեկ էլ իր սա խնդիրները լուծի։
Վաու, շատ հետաքրքիր է։ Օրինակ հետաքրքիր թվայնագետին դիմելը որքանով է ճիշտ կամ արդի պետք է դիմես միշտ զապրոսով։ Ոչ թե կասես մի բան ասեք, հա ինչու կոնկրետ նպատակով, հա։ Որտեղ լյուբապուտստվայով, դու ոչ մի բան չես հիշի։ Իսկ օրինակ ինչ է մեզ սպասվում 2026-ին։ Իսկ իմ կոդը որն է, չասացիք։ Ձեր կոդը 8 7 8 8 Որտեղ 8-ը ձեր 17-ն է, 1 + 7։ 7-ը հուլիս ամսի չէ, ասեցի։ Հա, 1997 անոմա 26։ Ինչ է սպասվում Կարեն Մոլիտվինին եւ Անահիտ Հակոբյանին 2026 թվականին։ Ես կապրաս այդ բանն եմ պատրաստել, որ հիմա լյուբոյ մարդ, ով նայում է մեր ծրագիրը, կարա իմանա թե իրան ինչա սպասվում։ Ինչ պետքա դրա համար նա անի։ Վերցնում է ձեր ծննդյան օրը, ձեր դեպքում 29 օրինակ, հա, 17-ը գումարում եք 7-ի։ Նույնը 29-ը գումարում եք 7-ի։ 17-ը գումարում եք 7-ի։ Ինչ ստացանք 24։ 24-ին գումարում եք 1։ Ինչի 1, որտեղ 2026-ը դա 1 է։ Եթե մենք 2-ը գումարենք 2-ի հետո 6-ի, ստանում ենք 10։ 10-ը դա 1 է, եթե 0-ն հանում ենք, հա։ Ինչ ստացաք դուք։ 24-ին գումարում ենք մենք 25։ 25, հիմա այդ 25-ը դարձրեք մեկական թիվ։ Այսինքն 2-ը գումարեք 5-ին։ 7։ Ստացաք 7։ Հիմա տեսեք, եթե ձեր մոտ 1 անգել, то есть 1 դուրս եկել, նշանակում է, որ դուք այս տարի 2026-ին ունենալու եք հնարավորություններ, շատ հնարավորություններ են գալու եւ նոր պրոյեկտներ։ Եթե ձեր մոտ ստացվել է 2, նշանակում է, որ ձեր մոտ լինել է партнёрские отношения, դա կարա լինի ամուսնություն, գործընկերական։ Եթե ստացվել է 3, գիտելիքների տարի է լինելու։ Եթե ստացվել է 4, նպատակների, շատ նպատակներ եք ունենալու, գործնական նպատակներ։ Եթե ստացվել է 5, կոմունիկացիայի տարի, այսինքն նոր կոնտակտներ եք ունենալու։ Եթե 6, ընտանիք, երեխաներ, կոմֆորտ։ Եթե 7, որը որ ձեր դեպքում 7 է, դա передвиженияների տարի, այսինքն նոր երկրներ, նոր մեքենա, օրինակ եմ։ Նոր սամակատ։ Նոր սամակատ։ 8-ը, եթե անգել է 8, դա բիզնես, փողեր։ Եվ 9-ը առողջություն եւ ավարտ։ Մեկը հնարավորություն։ Հա, իմը 9-եր։ Չէ, դուք դեռ ձերը չեք հաշվել։ 20 ձեր ասած ձևով հաշվեցի ես, հա։ 29-ին գումարեցի 6, արեցի 35, գումարեցի 1, 36։ 9։ 3-ին գումարած 6, 9։ Իրոք 20։ Հա, 29-ին գումարած 6, 35։ 35-ին գումարած 1, չէ։ Բայց 29-ին գումարում ենք 6, անում է 30։ Իշը փոթեցում է թվայնագետը։ 35-ը անում։ 35-ին գումարում ենք 1, 36, ճիշտ է 9։ Ուրեմն ձեր մոտ այս տարի, որը որ գալիս է, ձեր մոտ во-первых ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը։ Շատ եմ ես խորհուրդ տալի առողջությանը, այն որ ոչ պետքա գնաս ինչ որ միտեղ հասնես, ոչ պետքա շոր առնես, ոչ պետքա կոշիկ առնես, ոչ պետքա աբանիմենտ առնես, քայլեք։ Պարզապես մաքսիմալ քայլեք, որտեղ կարող եք ոտքով գնալ, ոտքով գնացեք։ Ինչ է լինում, երբ որ քայլում ես, շատ կարճ ասեմ։ Հին վատ մտքերը գնում են, նոր པարզ մտքերը գալիս են։ Իսկ ես ինչին պետք է ուշադրություն դարձնեմ։ Իմը 7-ն է։ 7, այսինքն ինչ վատ բան, ամեն ինչ ունի պլյուսը եւ մինուսը։ Օրինակ պլյուսը կարող եք մեքենա առնել, մինուսը կարող եք ավարայի մեջ ընկնել։ Իսկ ոնց անել, որ պլյուսի մեջ ապրել։ Դուք պետքա ճիշտ որոշումներ կայացնել։ Ինչ է նշանակում ճիշտ որոշումներ կայացնել։ Խուսափեք կոնֆլիկտներից։ Ես հիմա մի հատ նումերոլոգիստική տեխնիկա կասեմ, որը որ բոլորին կօգնի խուսափել կոնֆլիկտներից։ Ինքը կոչվում է 3-2-1, որտեղ 3-ը անալիզ է, այսինքն եղել է ինչ-որ սիտուացիա, որտեղ որ դու հեսա պետքա կռվես, հեսա պետքա վիճես, հիշում ես 3 թիվը, որը որ անալիզ է, այսինքն դու դնում ես քեզ այդ մարդու տեղը, նայում ես սիտուացիան կողքից, փորձում ես հասկանաս, այս մարդը ինչի է իրան տենց պահում, ինչի է տենց արել։ Դա 3-ն է։ 2-ը դա понимание и сохранять отношения вопреки, այսինքն դու հասկանում ես, որ դու ամեն ինչ պետք է իմանես, որ ձեր հարաբերությունները պահպանվի։ Եվ 1-ը նոր ստրատեգիա, նոր պլան մշակես, որ այդ կոնֆլիկտը լուծվի։
Շատ լավ։ Ես վստահ եմ, որ այս ամեն ինչը նորից հիշեցնել, կրկնել շատ դժվար կլինի ու առաջարկում եմ ձեզ, երաժշտայտող Կենտրոն հեռուստաընկերության YouTube-յան channel-ը մի քանի ժամ հետո մտնել եւ այս հարցազրույցը կգտնեք, կրկին այդ ծիսակարգը, ռիտուալը նորից ուշադիր կլսեք ինչպես մոմ վառել, ինչ գրել, ոնց անել, ինչպես գումարել ձեր ծննդյան ամիս ամսաթիվ, տարեդարձ։ Շնորհակալ ենք շատ ու այսօր շատ 21-ից 23-ը շատ sense չէ՞։ Հա, ու գիտեք, կարող եք ձեր մոտիկներին, այսինքն ձեր հարազատներին տեսնել իրանց մոտ ինչ կոդ է, ում հետ որ դուք շատ լավ հարաբերություն ունեք, կես բառից հասկանում եք, եւ դուք կտեսնեք, որ ձեր կոդերի մեջ կա նույն կոդեր կա։ Օ։ Շատ հետաքրքիր է։ Ես վստահ եմ, որ ձեզ մենք էլի կհյուրընկալ ենք, որովհետև շատ ավելի խորացված կարելի է խոսել այս ամենի մասին, շատ ավելի բացահայտելու բաներ կան ու վստահ եմ մեր մոտ էլ նոր հարցեր կառաջանան եւ շնորհակալ ենք շատ։ Մերսի, ձեզ էլ շնորհակալ եմ շատ։ Այսքանով ավարտվեց մեր լույս առավոտին, վստահ եմ արթնացաք, վստահ եմ, որ սուրճով դարձավ շատ հետաքրքիր հագեցած էր։ Իսկ եթե միացրեցիք հեռուստացույց, sense նայեցիք, ասիք նա էլի իր անկենու փոխեցիք, էլի լավ է կարը, բայց ով որը մնացել է մեզ հետ մեզ դիտում է, դուք շատ ճաշակով եք։ Մնացեք Կենտրոն հեռուստաընկերության հետ։ Շնորհակալ եմ շատ։